Ստիպված նրանց բալկոնները քանդեցինք, Ոչ։ Քաղաքապետի ծիծաղն ու հումորը կտրում են Արեյանի ներկայացրած տվյալները։ Մայրաքաղաքում գոյուղու վիճակը խիստ վատթար է։ Դեպքեր կան, որ դիտահորերը հայտնվել են ինքնակամ շինության մեջ։ Օրինակ, Պատշգամբում այն հասանելի դարձնելու համար քաղաքապետարանը շինությունը չի քանդել, փոխել է դիտահորի տեղը։ Չլսված քանակի վթարներ, ջրատարի եւ գոյուղու համակարգը շարքից դուրս է եկել։ Քաղաքապետի խորհրդականը սոս է հնչեցնում։ 560 վթար շաբաթվա մեջ։ Այսօրվա տեղեկանքն է 400-ը գոյուղի։ Այսպիսի ցուցանիշ չունի ոչ մի մատակարար։ Վթարները վերացնելուց առաջ նախ պետք է գույքագրում անել։ Հաղորդակցային մաշված ցանցի հարցը բորբոքում է Ավինյանի նյարդերը։ Քաղաքապետարանը լուծում է ոչ իր խնդիրը։ Հիմա եկեք հասկանանք լավ ով են այդ մարդիկ, ով է այդ պատասխանատու օղակը, ասենք պատասխանատու օղակ, սա քո գործն է, գնա, արա։ Վերջը ասելու ենք, մենք չենք, Ժորժ ջան, այս մարդն է, այս չինովնիկն է։ Նստած է իրան տենց էշի տեղա դրել, ասում է քանի քաղաքապետարանին մեղադրում են, դա էլի։ Մարաղը մտած հենց ինքը չի երևում։ Հետո լավ։ Նախորդ ամսվա համեմատ մայրաքաղաքի օդում փոշու քանակը համեմատաբար նվազել է։ Ինչով է պայմանավորված։ Կա նվազման միտում, որը բնականաբար նաև եղանակային պայմաններով է պայմանավորվում։ Որ Երևանում շնչելու օդ մնա, պետք է գիտակցեն նաև վարորդներն ու ինքնակամ չհանեն մեքենայի կատալիզատորը։ Նորմալ է, որ ավտոմեքենան պետք է թունավորի մեզ բոլորիս։ Ենթադրում եմ նորմալ չի։ Ենթադրում եմ դա նենց չի, որ տենց մեր ազգային արժեքն է, չէ՞, այդ ավտոմեքենան, որ պետք է թույնի բոլորիս։ Ես կարծում եմ մենք ամենայն դեպս մենք ոչ միայն պետքա բարձրաձայնենք այստեղ այդ խնդրի մասին, այլ նաև պետքա սկսենք լուծել այդ խնդիրը մեր մասով։ Ավանում ավտոբուսների պարբերականության խնդիր կա։ Քաղաքի կառավարիչները խոստանում են հետևել, որ տրանսպորտը կանգ առհասնի ֆիքսված ժամանակահատվածում։ Սևակ Վարդումյան, Էպիկենտրոն։